1968 թիվն է, շատ հստակ հիշում եմ, դպրոցից միասին վերադարձել էինք Մատենադարան եւ նայեցինք Բայբուբենին եւ կողքը արծիվներ, Թուրը ձեռքին եւ Վահանով հարցրեցի, ասեցի, սա ինչ է նշանակում։ Շատ պարզ ձևով ասեց, սա իմաստությունն է։ Մեր ժողովուրդը առհասարակ որպես Թուր եւ Վահան ունեցել է իմաստությունը եւ ինքնության մասին այդ պարզ դատողությունները, որ մեր մանկուց ես լսել եմ, թերևս իր անձը բնութագրող ամենակարևոր հատկանիշներից էր իր նվիրվածությունը մեր ինքնությանը։ Նա շատ լայն տեսադաշտ ուներ գիտական, եւ բառարանագետ էր, եւ ձեռագրագետ էր, եւ միաժամանակ հետաքրքրվում էր բժշկարաններով։ Անմիջական էր, շիտակ, առանց այլևայլության, եւ դա գործին մեծապես օգտակար էր լինում։ Մարդիկ անգամ իրենց գոյությամբ որոշակի ազդեցություն են ունենում հասարակական քաղաքական գործընթացների վրա, կուլտուրայի վրա։ Եվ Բաբկեն Լեոնիչի կորուստը զգացվում է այսօր։ Ցուրտ, մութ տարիներին 90-ական թվականներին, երբ որ Մատենադարանը սառում էր, հայրս գնում էր Մատենադարան, որովհետև նա իրեն զգում էր իբրև Մատենադարանի պատասխանատուն իրոք։ Եվ հասկանում էր, որ դա մեր գանձարանն է եւ չի կարելի, որ դա միայն հանձնված լինի ոստիկանության պահպանությանը։ Նա այսպես իրեն այրելով էր ապրում եւ աշխատում, կարող եմ ասել, որ դիրքապահ էր։ Հայրս Բաբկեն Շուքասզյանը հայ միջնադարյան գրականության ուսումնասիրող էր, բայց դրա հետ մեկտեղ նա ուներ նաև հայոց լեզվին, մանավանդ ստուգաբանություններին նվիրված բավական շատ աշխատություններ, եւ քանի որ նշանավոր լեզվաբան Էդվարդ Աղայանի, Գևորգ Ջահուկյանի, Գրիգոր Գարեգինյանի կողքին նաև հայրս էր, որոնց հետ Աճարյանը ձրի պարապում էր տանը, հաշվի առնելով նրանց հետաքրքրությունները եւ կարողությունները։ Եվ Աճարյանի հանդեպ խորին հարգանքը եւ պաշտամունքը հայրս պահեց մինչեւ կյանքի վերջը։ Եվ պատահական չէ, որ կյանքի վերջի շրջանում նա հուշեր գրեց Աճարյանի մասին, քանի որ Աճարյանը այն միակ մարդն էր, որ տեսնելով հայրիկիս պատրաստվածությունը, գիտելիքները, որոշեց միջամտել նրա ճակատագրի մեջ եւ խնդրեց համալսարանի ղեկավարությանը, որպեսզի նրան ընդունեն ասպիրանտուրա։ Այն ժամանակ հայրենադարձներին արգելված էր ասպիրանտուրա ընդունվել, միջև անգամ Աճարյանի միջամտությունը չկարողացավ հաղթահարել այդ արգելքը եւ տարիներ անցան, միջև հայրս կարողացավ ընդունվել ասպիրանտուրա եւ պաշտպանել իր թեկնածուական գիտական դիսերտացիան, որը նվիրված էր հայ-իրանական գրական առնչություններին։ Ես պետք է ասեմ, որ այն մարդկանցից, որոնք մոտ գործեցին արևելագիտություն, այդ թվում Բաբկեն Լեոնիչ, եզակի մարդկանցից էր, որ իսկապես ակադեմիական եւ ոնց որ ասում են ստանդինգ ուներ միշտ։ Եվ այդ ակադեմիականությունը երևում էր, նա ոչ թե լեզվակիր էր, նա ոչ թե սփյուռքը հայ էր, որ արևելագիտությամբ զբաղվում, այդպեսին շատ կային եւ կան հիմա այլ նա իսկական գիտնական էր։ Այսինքն նա ակադեմիական մեթոդոլոգիայով զինված մարդ էր։ Եթե դուք կարդում եք նրա աշխատությունները, օրինակ նա Բաբկեն Լեոնիչը շատ չի գրել, բայց ինչ գրել է մնայուն է, հետաքրքիր է դա։ Նրա հայ պարսկականքը դա հրաշալի մնայուն գործ է։ Գրված է գեղեցիկ լեզվով, սուր մտքով եւ դիտողականությամբ, որը եւ մանավանդ շարադրանքից երևում է մարդը պրոֆեսիոնալ է թե սիրող է, դիլետանտ է։ Բաբկեն Լեոնիչը իսկական պրոֆեսիոնալ էր։ Քանի որ տիրապետում էր մի շարք արևելյան լեզուների, հատկապես պարսկերենին, նկատեց, որ Գրիգոր մագիստրոսի թղթերում կան Շահնամեի այնպիսի հատվածներ, որոնք
չկան գոյություն չունեն պարսկերեն տեքստերի մեջ Շահնամեի, նույնիսկ ամենահին տեքստերի մեջ։ Եվ երբ այդ հոդվածը հրատարակվեց Հայաստանում, այն փոքր-ինչ ավելի ուշ հրատարակվեց նաև ռուսերեն Վապրոսի վաստակավեդինը ուրեմն հանդեսում։ Քանի որ այս հանդեսը կարդում էին նաև արտասահմանյան գիտնականները, հետևաբար այն գրավեց ուշադրությունը նաև ֆրանսիացի նշանավոր լեզվաբան Էմիլ Բենվենիստի, եւ Բենվենիստը հանձնարարեց իսկույն թարգմանել դա ֆրանսերեն եւ հրատարակել Revue des études arméniennes առաջին համարում։ Հետևաբար այս հոդվածը դարձավ միջազգային հանրության ուշադրության առարկան, որովհետեւ Շահնամեի ուսումնասիրությունները արվում են ամբողջ աշխարհի իրանագետների կողմից եւ դա իհարկե նոր խոսքեր համաշխարհային իրանագիտության մեջ։ Այդ սերնդի մարդկանց մեջ նա եզակի անձնավորություն էր, ամեն ինչով էր եզակի էր իր կուլտուրայով, իր պահվածքով, իր գիտելիքներով, իր խոսքով, կեցվածքով, այսպես ազնվական կեցվածք ուներ, որը շատ առիքնող էր եւ որպես օրինակ էր ծառայում մեզ համար։ Ինձանից մի տարով մեծ էր, բայց պիտի խոստովանել, որ մեր ողջ ընկերական շրջանի վրա մի տեսակ արք ուներ։ Մենք նրան շատ պատկառանքով էինք վերաբերում, որտեղ գիտելիքներով շատ հարուստ էր եւ իր տրամադրվածությամբ դեպի հայրենիքը ընդգծված անձնավորություն էր։ Հորս մեծ հայրը Օսմանյան Թուրքիայում քաղաքացիական ծառայող էր եւ թերևս ամենաբարձր պաշտոնները, որ կարող էին զբաղեցնել հայերը Օսմանյան կայսրության մեջ, ինքը հասել էր այդ բարձրություններին եւ լինելով բավականին իմաստուն անձնավորություն, հավանաբար ներհայեցողորեն հասկացել էր, որ Օսմանյան հեղափոխությունը 8 թվականի այն ազատություն, հավասարությունը չի, որը հայտարարվել էր եւ իր 3 տղաներին հաջողացրել էր ուղարկել Միացյալ Նահանգներ։ Այդ թվում նաև իմ մեծ հորս։ 15 թվականին մեծ հայրս որոշում է ի թիվս 400 ուրիշ կամավորների հետ, այդ թվում թոթովենցներ այդ կամավորների մեջ, այդ 400 հոգով իրենց հաշվին ձեռք են բերում զենք, զինամթերք, զգեստ եւ Անդրանիկի բանակի կազմում իմ մեծ հայրս փաստորեն միջև բանակի ցրումը լինում են Անդրանիկի հետ, հետո բանակի մնացորդների հետ ապահովում են արդեն Ուրմիայի Պարսկահայքի հայկական գյուղերի նահանջը եւ այդ նույն բանակում ծառայելիս է լինում նաեւ իմ մեծ մայրը, որի հետ ամուսնանում է պապիկս եւ արդեն 23 թվականին Իրանում ծնվում է հայրս։ Հիմնականում լինում էին Թավրիզում, ինքը իր ընկերները եւ Թավրիզում այդ ծանր տարիներին հակաֆաշիստ թերթն էին լույս ընծայում։ Դա պետք է ասել, որ իրանահայության պատմության մեջ այդ թերթը իր շատ որոշակի եւ դերը ունեցավ եւ հեղինակություն բերեց համայնքին։ Նրանց թերթը ուներ շատ որոշակի ուղղվածություն հայրենամետ եւ բավականին բան արեցին երիտասարդության շարքերում, բավականին տրամադրվածություն դեպի հայրենիքը։ Իսկ խոստովանենք, որ հայրենիքի նկատմամբ տրամադրությունը այդ տարիներին այսպես պարզ ու միանշանակ չէր, որովհետև հասարակության մեջ շատ, նույնիսկ պետք եղած են ավելի շատ էին այն մարդիկ, որոնք տրամադրված չէին դեպի խորհրդային Հայաստանը։ Նրանց համար խորհրդային Հայաստանը նախ եւ առաջ խորհրդային էր, հետո Հայաստան։ Այնինչ այս երիտասարդներս եկանք եւ կանգնեցինք, ասեցինք նախ Հայաստան, հետո կտեսնենք խորհրդային է, ուրեմն խորհրդային է, խորհրդային չի, խորհրդային, բայց Հայաստան։ Այս տարբերությունը զգալի էր եւ Բաբկենը այդ ասպարեզում կանգնած էր առաջին շարքում։ Հրաշալի գիտեր անգլերեն, հրաշալի գիտեր պարսկերեն, գիտեր մի քանի լեզուներ։ Հոյակապ խոսում էր հայերեն, մանավանդ հայերենի հանդեպ ուներ, հատկապես այդպես ակնթեթ հետևում էր հայերենի մակրությանը։ Պատական չէ, որ հետագայում նա հին այսպես դասական ուղղագրության ջատագովներից դարձավ Հայաստանում։ Պետք է վերացնել
ուղղագրության Բերլինյան պատը։ Այսպիսի հոդված էր գրել, որտեղ ինքը հիմնավորում էր հենց այս հանգամանքը, որ գալիք փոթորիկների մեջ, որը մեր ժողովրդին սպասում են, շատ կարևոր է, որ հաղորդակցությունը ժողովրդի տարբեր հատվածների միջև հեշտանա։ Ոչ այնքան լեզու արևմտահայերենի կամ արևելահայերենի գրական տարբերություններն են անհաղթահարել, ինչքան այն, որ ընթերցելիս միտքը կանգնում է, որովհետև մարդիկ մեծամասնության մեջ չգիտեն ինչպես ընթերցել որոշ հնչյուններ։ Եվ բնականաբար դրա հիմքը այդ անջրպետը վերացնելու համար պիտի լիներ Մաշտոցյան ուղղագրությունը, որովհետև այնտեղ նման խնդիր չկա եւ բոլոր ժամանակների միջև հաղորդակցությունը ապահովում է։ Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնում մի շարք տարիներ աշխատելուց հետո հայրս հրավիրվեց Մատենադարան եւ այն ժամանակվա տնօրեն ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի կողմից նրան առաջարկվեց փոխտնօրենի պաշտոնը։ Բաբկեն Չուքազյանը փոխտնօրենի ես գլխավոր ավանդապահ եւ առնչությունները գրեթե ամենօրյա էին։ Մտածես օրերին առիթ եղավ, որ Հովհաննես Սեբաստիո պատմություններ պատրաստել եւ մի նոր ձեռագրի համեմատության համար պետք եղավ ես իրեն օգնեի։ Ոչ աշխատանքային օրերին գալիս էի եւ նստում էինք մեկս մեքենագիր շարադրանքին հետևելով, մյուսս ժապավենին, որի վրա պատճեններ դրսից ստացված ձեռագրի։ Եվ այսպես մոտարապես երևի մի ամսում բնագիրը համեմատեցինք, ավարտեցինք, համեմատության ընթացքում բավական բան սովորեցի ես։ Դարիներից ի վեր երազում էի Մատենադարան գնալը, լսել էի այդ ձեռագրերի մասին եւ ուզում էի տեսնել։ Եվ ահա ուրեմն 75 թվականի հոկտեմբերի գեսերին կարծեմ Մատենադարան մտա եւ Նինա Գարսոյանի հետ միասին Բաբկեն Չուքազյանի գրասենյակում գտնվեցի, որովհետեւ իհարկե առաջին անգամ էի գալիս եւ ինքը պետք է ինձ ուղեր գծեր որպես փոխնախագահ իմանալով թե ինչով եմ ուզում սպառվել։ Այն ժամանակ ես հայերեն չի խոսում բոլորովին կամ շատ քիչ։ Հետո Բաբկենը ինձ ասաց թե դու ինչով ես ուզում սպառվել։ Խոստովանեմ թե ես ոչ մի բան չգիտեի այն ժամանակ, ասացի թե հետաքրքրվում եմ հունարենից թարգմանված բնագրերով։ Ավելի կարևոր գործը Բաբկեն Չուքազյանի Բժշկարան անունով աղբյուրն է։ Բացառիկ բծախնդիր մշակեց մարդը եւ առանձնապես բառարանը։ Օտար սակավ գործածական բառերի փայլուն բառարան կազմեց, ինչ ասեմ, շատ ուրիշ աշխատանքների համար մեծապես նպաստ բերող։ Բախտը ինձ վիճակվեց գրախոսել Բաբկեն Չուքազյանի շատ գեղեցիկ գիրքը Ձիո բժշկարանը։ Ես իսկապես այդ գրքի վրա շատ զարմացա, նախ եւ առաջ, որովհետեւ սա բանասիրական գլուխ գործոց է, այնքան դժվար բնագիր է, այնքան գիտություն եւ համբերատարություն է պետք, որպեսզի գազմես այդ դժվար բնագրի ինչ ասեմ, բառարանը դա արդեն մի բան է, բայց մյուս արժանիքը այն է, որ ինքը, այսինքն Բաբկենը, իսկապես շատ խորադես կերպով վերլուծեց այդ երկի մշակութային նշանակությունը, ինչ սա կարևոր է, որովհետև ոչ միայն
բժշկության մասին է խոսքը, այլ որովհետև ձիերը զինվորական նշանակություն ունեն, ուրեմն Կիլիկյան Հայաստանի արկաների համար եւ դա ամենաստիպորական հարցերից մեկն է, ուրեմն ձիերը բահել, բուժել, օգտագործել եւ ուրեմն սա ոչ թե ավանդական գիտություն է, այլ գործնական եւ շատ ժամանակակից գիտություն է, որը միանգամից մտնում է հայ մշակույթի մթնոլորտի մեջ։ Իհարկե այդ գործը մինչև այսօր էլ մնում է օրինակելի մեր հայագետների համար եւ նույնիսկ բժշկական ասպարեզի մասնագետների համար։ Եվ այսօր նա մեր մատենադարանի ձեռագրերի ամենագեղեցիկ հատորներից, մագաղաթյա հատորներից մեկն է, ունի հոյակապ նկարներ, մանրանկարներ, հատկապես ձիու այս մանրանկարը, որտեղ տրված են մեկնաբանություններ, ձիերի մասին ամենայն մանրամասն տեղեկություններ։ Իր գործունեության մի մասը նվիրում էր ձեռագրերի հավաքման գործին։ Նա դա անում էր եւ Հայաստանում, եւ Հայաստանից դուրս։ Իհարկե, այն ժամանակ բավական դժվար էր ճամփորդելը, շատերին նույնիսկ արգելված էր կարելի ասել ճամփորդել արտասահման եւ շատ քիչ էին լինում գործուղումներ, բայց նա տարիների ընթացքում նախապատրաստվում էր, գտնում էր հասցեներ ձեռագրերի մասնավոր հավաքածուներում, նամակագրություն էր սկսում այդ մարդկանց հետ, փորձում էր ձեռք բերել դրանք մատենադարանի համար։ Եվ հետագայում իր հորեղբոր աղջիկը Լիլի Չուքասզյանը, Մետրոպոլիտեն օպերայի նշանավոր երգչուհին, երբ հրավիրեց նրան Միացյալ Նահանգներ 72 թվականին, նա այդ ժամանակ արդեն պատրաստ էր նաև Ամերիկայում փնտրելու ձեռագրեր։ Այս եւ հետագա ճամփորդությունների հետևանքով մատենադարան եկան բազմաթիվ ձեռագրեր։ Ամերիկյան ճամփորդությունից նա բերեց Սարգիս Խաչատրյանի նկարը պատկերասրահի համար, հայ գրողների, մտավորականների բազմաթիվ նամակներ գրականության եւ արվեստի թանգարանի համար։ Ձեռագրերի հետքերով անունով մի գիրք գրեց, որը պատմում էր, թե Միացյալ Նահանգներում ինչպես է տարբեր մարդկանց մոտ տարբեր տեսակի ձեռագրեր տեսել եւ համոզել բերել մատենադարան։ Շատ արժեքավոր ձեռագրեր են դրանք Միչայլոց։ Չափազանց կարևոր 1306 թվականի Եղեգիսի նշանավոր ավետարան եմ հիշում, որ Ջորջ Մարտիկյանից էր բերել եւ որը Քրիստոփոր եկեղեցու ձեռագրերից էր։ Բացառիկ մի բան, մանրանկարչական, ընդհանրապես գրքարվեստի եւ այդպես մոտավորապես 25-30 ձեռագիր։ Մեծ բելգիացի գիտնականը Միշել Վոնեսբրուկը ուրեմն Լենինգրադից էր եկել եւ շատ ուրեմն Լենինգրադում եղած հայերեն ձեռագրերի բոլոր բեկորները, հատվածները մեկ-մեկ նայել էր։ Ուրեմն բերեցին Բաբգեն Չուկազյանը իրեն բերեց ցուցասրահում մինչև Մշո Ջարանդիրը։ Անմիջապես Վանեսբրուկը իր կաբանից հանեց մի ժաբավեն, չափեց, ասաց 5 տուտ գա Լենինգրադում։ Ասաց, թե գիտեք, ես սյունակները չափել եմ, համոզված եմ, սա կարող է միայն այս ձեռագրից հանած լինել։ Եվ իրոք, որ այդ տղերը բագաս էին եւ ոչ ոքը չեր իմանում, թե ուր գտնեին։ Եվ այն ժամանակ ուրեմն Լևոն Խաչիկյանը գոչեց Բաբգեն Չուկազյանին, ասաց, թե գնա եւ եթե այդ տղերը չբերես, մի վերադարձիր։ Վարչական աշխատանքին զուգահեռ նաև հետևում էր մատենադարանի ալբոմների հրատարակության գործին։ Շատ բաներ իր ձեռքով սրբագրում, ուղղում, տպարանում օրերով հետևում, որպեսզի շքեղ հրատարակվեն այդ մանրանկարներով ձեռագրերը։ Մի ամբողջ շարք այդպես սկիզբ առավ 67 թվականից սկսած
եւ հայ ժողովուրդը փաստորեն իր ձեռքին կարողացավ ունենալ մեր մանրանկարչական գոհարները, որոնք Մատենադարանի ձեռագրերի լավագույն, այսպես սերուցքն էին ներկայացնում եւ բարձրացվեց այդպիսով հայ գրքարվեստի հեղինակությունը նաեւ միջազգային ասպարեզում։ Ինչպես դուք գիտեք, Հակոբ Մեղապարտը 5 գիրք է հրատարակել, որոնցից բոլորը պահպանվել են, բայց շատ վատ վիճակում եւ շատ հազվադեպ է։ Օրինակ համար, Պարզատոմարը, որ մի ժամանակ համարվում էր առաջին հայերեն հնատիվ գիրքը, ընդամենը պահպանվել է աշխարհում 9 օրինակ։ 9 օրինակի 8-ը բոլորը շատ անմխիթար վիճակում են։ Ներքից ներքանցնելով, դարերի ընթացքում օգտագործվելով, 1513 թվականից հետո օգտագործվելով միջև մեր օրերում մաշված են, խունարդել են, կեղտոտվել են, բայց այսպիսի բան եղավ։ Երբ 1978 թվականին ես գործուղման էի գնացել Անգլիա, Օքսֆորդում, կարդացի, որ Պարզատոմարից մի օրինակ ունեմ, խնդրեցի եւ պարզվեց, որ 1513 թվականից մինչև այսօր այդ գիրքը կարդացող չի եղել։ Գիրքը պահպանվել է արտակարգ լավ վիճակում։ Մտածեցինք ժամանակին հանգուցյալ Մատենադարանի հանգուցյալ դիրեկտոր Լևոն Խաչիկյանի հետ վերահրատարակել այդ հնատիվ գրքերը, որպեսի չկորչի, քանի թարմ է դեռ կան լավ օրինակներ, եւ 1974-ին հրատարակեցինք առաջին հայերեն տպագիր գիրքը, ուրբաթագիր։ Եվ դա շատ գեղեցիկ հրատարակություն էր, փոքրիկ հուշանվերային գիրք է դա։ Անշուշտ հայրս սկսեց այդ գրքին նաև մի փոքր առաջաբան, որտեղ փաստորեն ուսումնասիրում էր հայ առաջին գրքի տպագրության պատմությունը։ Նա միշտ առաջադեմ հայացք ուներ։ Նա ուզում էր հայագիտության մեջ ամենանոր տեխնոլոգիաները ներմուծել, հատկապես այն ժամանակ 70-ական թվականներին, երբ կոմպյուտերական գործը այստեղ դեռ նոր ծիլ էր տալիս, նա մտածեց, որ պետք է անպայման մենք աշխատենք այդ կոմպյուտերների օգնությամբ եւ այստեղ Լևոն Խաչիկյանի օրոք էր դա ձեռք բերվեցին այդ կոմպյուտերները եւ նա մեզ այսպես հորդորում էր սովորել եւ աշխատել։ Հայրս Միացյալ Նահանգներից վերադարձել էր եւ 71 թվականին Միացյալ Նահանգներում հսկա կոմպյուտերներն էին այդ ժամանակ իշխում, նաև սովետական միությունում, բայց Միացյալ Նահանգներում էր, որ առաջի անգամ տեսել էր, թե ինչպես են համակարգիչները օգտագործում բանասիրական ուսումնասիրությունների մեջ, եւ շատ տպավորվել էր դրանով։ Եվ այն տարիներին ասեց՝ միգուցե դու այդ ուղղությամբ գնաս եւ համակարգիչները հասկանաս եւ փորձես կիրառել մշակույթի մեջ։ Դա 10 տարեկան էի։ Հետագայում այդ իսկապես տարօրինակ կերպով ստացվեց, որ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ ընդունվեցի եւ այդ մասնագիտությամբ առաջ գնացի։ Արդեն 80-ական թվականներին, երբ որ փոքրիկ համակարգիչները հայտնվեցին, միկրոկոմպյուտերները, ինքը առաջինն էր, որ փաստորեն գնահատեց մեր հումանիտար աշխարհի մեջ Հայաստանում դրանց կարևորությունը եւ սկսեց իր ընկերների միջոցով Սփյուռքում, որոնք ապրում էին, որպեսզի իրենք նվիրատվություններ անեն Մատենադարին։ Մատենադարի առաջին հիմնարկն էր, որը հնարավորություն ստացավ սովետական դեռ տարիներին համակարգիչներ ունենալու եւ համակարգչային բաժինը Մատենադարանի ստեղծվեց։ Ինձ զարմացրեց այն հանգամանքը, որ ինքը 64 տարեկանում շատ արագորեն սովորեց համակարգիչներ եւ դրա շնորհիվ իր կյանքի վերջի տարիները, երբ որ ինքը արդեն համարյա անշարժացել էր, ոտքի ուրեմն վիրահատությունից ոտքը անդամատել էին եւ շատ դժվարությամբ էր տեղաշարժվում, շնորհիվ այդ համակարգիչի ինքը ամեն տարի մեկ գիրք ավարտեց։ Նա այնպեսի այն մարդն էր, որը կարողացավ եւ ինքը դրսեւորվել եւ իր սերունդն էլ տանել իր ճիշտ ճանապարհով իր ուղղությամբ։ Իսկ արդեն իմ վրա ունեցած ազդեցությունը իհարկե այնպես եղավ, որ ես իսկապես համակարգչային գործի մեջ լինելով
իմ ժամանակի բավական զգալի մասը նաև տրամադրեցի մշակույթի եւ պատմության նվիրված ուրեմն համակարգչային ծրագրերի ստեղծմանը։ Սա իր իհարկե ուղղորդման շնորհիվ էր եւ իր նվիրման եւ այն սիրո, որ ինքը փոխանցեց ինձ հանդեպ մեր մշակույթն ու պատմությունը։ Մենք անտիպել ենք իրար Երևանում, իրենց բեռնարանի հյուր եմ եկել, նաև հանդիպել եմ որդիներին, Լևոնին, նաև Գարեգինին, մաթեմատիկոսին, որը համագարկիչներով է զբաղվում, դա ինձ համար դարօրինակ էր թվում, որ այդպիսի բարդ գիտությունը սկսվում է նաև Հայաստանում եւ մատենադարանին մոտ ոլորտում։ Թերևս ամենամեծ ներդրում կարելի է համարել, երբ որ դու լավ ընտանիք ես ստեղծում, երկու փառավոր զավակ ես նվիրում հայրենիքին եւ Բաբկեն Չուքազազյանի երկու որդիները մեր հասարակության զարդը կարող եմ համարել, ես այնպես տրամադրված եմ այդ երկու եղբայրների նկատմամբ։ Ես շնորհակալ եմ ճակատագրից, որ ես այդպիսի հայր եմ ունեցել եւ նրա կողքին նաեւ իմ մայրը Վեներա Մանուկյանը, որ հորս նեցուկ եղավ բոլոր ծանր պահերին, հոգեբանական ծանր պահերին եւ կարող եմ ասել, որ նաեւ կարևորը շատ կարևորում եմ, որ իմ ծնողները նաեւ ընկերներ են եղել մեզ համար։ Հոգեբանական ամենածանր պահերին ես զգացել եմ, որ հայրս ոչ միայն իմ հայրն է, այլ իմ ընկերն է։ Սա նույնպես պետք է նշեմ, որովհետև երբեմն զավակները չեն հասկանում իրենց ծնողներին կամ ծնողները իրենց զավակներին չեն հասկանում եւ չնայած իհարկե հայրերի եւ որդիների խնդիրը միշտ եղել է եւ միշտ կա, բայց ես վերլուծելով անցած ճանապարհը հասկանում եմ, որ իրոք ամենածանր հոգեբանական դժվար վիճակներում հայրս եղել է իմ ընկերը։ Ընկեր է եղել եւ իր ընկերներին, ընկեր է եղել եւ իր գործընկերներին, ընկեր է եղել իր կնոջը, ընկեր է եղել իր զավակներին։ Ազգային գրադարանի տնօրեն էի եւ մի հանդիսություն կազմակերպեցինք։ Այդ ժամանակ արդեն տնից հազվադեպ էր դուրս գալիս, դժվարանում էր։ Բայց եկավ հանդիսությանը, կարծեմ որ գոհ եղավ։ Ինչ ասեմ, մարդու վաստակը մի տեսակ երբ որ թվարկում ես ասում այս մարդն այսպիսի բաներ է արել եւ այդ մարդը լսում է, իր համար երևի թե երկրորդական խնդիր չի։ Ինձ համար էլ այսօր երևի թե մեկը եթե արածներս թվարկեր եւ ինչ որ արժանինքներ արածներից մեջ ցույց տար, երևի իմ հոգին էլ պիտի որ ինչ որ միտեղ ցնցար։ Նույն ձևի Բաբկեն Չուքազյանի այդ օրն եմ ես հիշում եւ ինձ մի տեսակ բարձրատրված զգում, որ գուցե թե միտեղ որդիաբար կարողացա մարդու վաստակը գնահատել։ Եվ այդ առիթով նաև բան տվեցինք, Հակոբ Մեղապարտի մեդալ տվեցինք, սրտի ջերմ խոսքեր ասելով։ Սա էր երևի թե վերջին էական կետը մեր համատեղ աշխատանքի։ Ես գիտեի, թե ինքը ծանր հիվանդ է, գիտեի, թե ինչքան է դանջվել իր կյանքի վերջին տարիների ընթացքում եւ մեծ թրությամբ եմ նրա մահը իմացել։ Ուրեմն գիտակցում եմ, թե ես մի նախ եւ առաջ մի հայրենասեր մարդ եմ հանդիպել, հետո մի մեծ գիտնական, թե բանասեր, թե պատմաբան, հետո մի մեծ ղեկավար, որովհետեւ ինքը մի գործ է կատարել այստեղ, որը մեզ մասնակցություն է ունեցել մատենադարանի միջազգային համբավին։